Երեխեք չէի կարած ուշ չտայ, որովհետև սրան սպասում էի։ Ուրեմն նորը մեծ քաղաք էին գնացել, մեր կողքի քաղաքներից մեկը, որի ուրիշ քաղաք։ Եվ մտանք գերբերով մտանք, և ես ճիշտ ասած մտածեցի, մտա Սեիա, շուտվանի չէի մտել այս խանութը, այդ քաղաքում կար։ Եվ մի հատ կիսաշրջազգից տեսա, ասեմ դες որ շատ դուրս եկավ։ Հետո նայեցի, այդ աղջկան հարցեցի իմ ռազմերը չկա, ասեց կպիտի ինտերնետով պատմես։ Երեխեք եղել է մի օր որ անգամ բրիլյանտ ու ոսկի դրես գլխիդ, որ մազերը չի լավ կանգնում, լավ չի կանգնում։ Չո это такое։ Ահա որ նորել էս բանը ոդկից տակնდა, այդ մարդկոցի հետ թելը փոխվեց։ Ինրած պատվեր տամ, ես առանց դրա չեմ կարա։ Եթե մի քանի հատ պատվեր տամ։ Եվ երեխեք ջան, ես կիսաշրջանից շատ էի փնտրում, ինքս ես տրապեզդի հիշվեք, մի հատ պատվեցի դուրս չեկավ, սա խանութում հակա փոքր ռազմերը, իշտանոց կուզեի անգամ ավելի մեծ գնեի, բայց այդ ըստ ինձ պիտի որ լինի սա, ըստ ինձ, երեխեք հիմա մի հատ եկեք հակնեմ, տոտալ լուկ անեմ և ձեզ ցույց տամ, ինչ եք կարծում, գնացինք, գալիս եմ երեխեք ջան, բռնվեք գալիս եմ, մի ռազմեր մեծներ լավ կլներ, բայց քանի որ մի արում եմ, ահա, յուպուչկան, կիսաշրջազգեստը, սա կարելի է հագնել ջինսից վերնաշապկի հետ, քիպ ավսյոտեկի մի քիչ, բայց չկար մեծ ռազմերը, ամբողջ Սեիայի մեծ ռազմերը ավարտված էր։ Վատը չի սիրելիներս, գիտեք, միած sense ցույց տամ և մոտիկացնենք եկեք։ Նայեք տեսեք, կողքից, ավելի լավ, բանդաժի նման փորը ձգում է, շատերիդ ասում եք, ամայի դա հերիք երեխեք ես զգում եմ իմ քաշը, ամեն մեկ իրա քաշունի, չէ, գիտի։ Լավն է, չէ, շատ գեղեցիկ է, ես տեսա անգամ կհակնեմ ջինսից կուրտկայիս հետ, շատ սիրուն կլինի, և տակից կհակնեմ կանաչ մայկը, եկեք գնանք մի հատ փորձենք հլա։ Ժողովուրդ ջան, ես եկա։ Հեսա այ ոնց եմ սարքում։ Սուսաննային ցույց տամ, որտեղ ուզում եք տեսնել, սա շատ լավ բան է ձեր թորնիկների համար, մակարոնը մի քիչ շատ խաշվեց, յուկա էի փորձում ձեր համար, ձեր պատճառով, երեխեք ջան։ Գիտեք ինչ եմ կարակը դնում, որ շատ չկպնի, կարակ ձեթ անեք, բայց կարակն ավելի լավ համադարի տակը։ Արի Սուսան ջան, նայեք ես ինչ եմ անում։ Ուրեմն մակարոնը կարա շերտ անես, բայց ես սենց եմ անում, որովհետև սենց ավելի լոգիկա կա, էլի։ Ուրեմն, սմետանը, այդ սերուսկը խառնում եք, եթե չունեք սերուսկ, երեխեք էլ եմ ձեզ ասել, չտանջրեք, վերցնում եք սմետանը, խառնում եք, բացում եք կամ ջրի հետ, կամ կաթի հետ, եթե կաթ ունեք, դառնում է սերուսկ, էլի, ինչ տարբերություն։ Սենց ավելի ապիցիտնի է լինում։ Եվ սա իմ հորինասն է, բայց Ֆրանսիայում անում են շերտ, ես ուղղակի սա մի քիչ սենց ավելի խառնեմ, մի բուր այսենց պանիր իրանով, Ամերիկայում էլ եք անում, բայց Ֆրանսիայում ավելի ներող լինեն ամերիկացիները, Ֆրանսիայում ավելի, քանի որ գաստրոնոմիկան ավելի զարգացած է, չեմ նայել աղը ոնց է։ Ալամի խոտ։ Մաման ուրեք ասել, ալամի խոտ։ Ոչ շատ, ավելավ ալամիկն է, աղի չունի շատ հետո։ Մի քիչ ես ավելացնում նաև սև պղպեղ, որովհետև ամեն դեպքում երեխաների համար պատրաստում եք, չանեք սև պղպեղ։ Վերցնում եք աղացած պանիրը, ու սենց գեղեցիկ ձևով դնում, արդեն եփած է իրան ուղղակի պիտի լավ կարմրի ջեռոցում։ Սա ավելացնում ենք վրա, մնացած մասը։ Սա 500 գրամ է երեխեք ջան։ Եթե քիչ որ է քիչ արեք, բայց ես 500-ը դաժե որ կարակ հանեք, տաքացնեք, դες համեղ է լինում։ Մնացած աղացած պանիրը, դուք Հայաստանում չգիտեմ, սուրիկուլիա ինչա, բայց այս պանիրներ կան, ամեն ինչ կա։ Պարմաջան է կարող է։ Մոցարելան էլ լավ։ Ոչ մի դժվար բան, և գնաց ջերով։ Ես վաղը ինքան գործ ունեմ։ Ես ձերի հետ ունդեղ է, ես բանց այդ ամիջա թղթերն արեցի, յուկա ստացավ մի հատ, ջինսից յուկա էի պատվի, փորձեցի ժողովրդի դեմը, մոռացել էի որ մակարոն է, բայց մի քիչ փոքր, ես գիտեի որ փոքր կլինի մաշկաչափով,
Դրա փոքր ռազմերը զակած հակա այդ աղջիկն ասեց հենց հիմա կա մեծ երկու մեծ ռազմեր կա փորձեցի ես փոքր չի այս մասը կիպոտը ինքը տրապեզնի կայատած գլոր ջինսից դե հիմա ինչ-որ Պրասյալնի վեճերը երեխեք ջան, բարի առավոտ, բարի առողջակ բոլորիս, այո ամենակարևորը խաղաղություն աշխարհին խաղաղություն լինի աշխարհին, խաղաղություն լինի, ամեն օր աղոթք եմ անում երկրին խաղաղություն լինի, Տեր Աստված, հոգիս ցավում է, հոգիս մարմարում է, իրավիճակի համար, ահավոր վիճակ, ահավոր վիճակ, Աստված թող պահապանը հացմտխում եմ, մի փոքրիկ լոշիներ հացմտել ես? լոշիներ եմ տխել Как хорошо, что все Она и подарка, Տարածաղը չէի դրես ատիկոզյան բարկանում է, մաջան արդոզարդետ տեղափոխի բոլորին մոտ սիքտվել, բալատ դիվայրան են բոլորիս, ես կրան այդ պանը դնում որիս պուրը Այնքան քուր շնորհակալ եմ ամեն ինչի համար, մեծ ոչ մնացի, ոչ Էդ ինչ արեցի որ։ Քանամ իրար երես եմ ժպիտով, ուրախ ես ընդունել, ամենակարևորը, ոնց որ ասենք մենք ենք հիմա իր հետ ես, ապրում ենք, շփվում ենք, ինչ կա մեր մեջ, բացի ջերմությունից, բացի ուրախությունից, բացի սիրուց, այդ է կարևորը, այսինքն պիտի մարդը ունենա։ Արեստագանը շատ քիչ է տեղում, հասկացա։ Այո։ Պիտի մարդը ունենա իր մեջից։ Այո։ Ապրես, որ եկար մեծարեցիր, մենք ենք շնորհակալ, ես եմ շնորհակալ քեզանից, որ դու այդ գեղեցիկ ժամանակը, որ կարող եք քո երեխայի հետ անցկացնել, ամեն օրը, ամեն րոպեն քո համար էդի վճռական ես, սիրով ես ճակատագրական, բայց դու քո ժամանակը կարողացար հաղթահարես, անչափ մենք ենք, ես եմ շնորհակալ, անչափ, անսահման, որ քո մեծությունը, քո ինչ ասեմ, ցանկությունը ի հայտ եկավ, կրկնակի անգամ ապրես մարջան, ապրես բարեկամություն, քո մեջ կա սեր, քո մեջ ամեն ինչ կա ապրես երկար հիշողությունը, ես չգիտեմ երբևիցե իմ մտքերից կերնի, թե ոչ բացառված է Չէ, դա իցնե բնական կա Դե ինչ Սուսան ջան, ցավդ տանեմ, բաժակը վերցնում եմ, կինացդ խմեմ ապրես, որ եկար լցրեցիր 2-3 օր մամայի կյանքը ջահելների նման գիշերվա մեկին էի քնում գնում ձեր ձայնը լսում էի ես ձեր ծիծաղը Իրեք ժամը անընդհատ խոսում Էդի քեզ մամ գիտես ինչ էր ադրենալինը մամայի բարձրացեցիր իր կյանքը երկարացրի ապրես Մինչև ժամն եք ասել թե կինոներ եմ նայում եւ այլ չես ոնց է անցնում ժամանակը բայց չեմ խոսում Ահա լսում ես Բայց ոչ մի Ես կինոյի առանց կինոյի Ժամանակն ցանցանը ժամն եք հələ կինոն կիսատ է Շնորհակալություն ջեմ ընդունելության Խնդրեմ Սուսան ջան, խնդրեմ Ես զգում ինչպես տալու շնորհակալ եմ Այդ բառը մի ասա Հայեր մնացել եք Ապրես ցավդ տանեմ, ապրես որ զգացիր Լի է Աստված մինչև վերջ լի Ապրես Ինչի եմ ասում հայեք մնացել Մի հատ էքսպրոմտ Շատ հայեր դրսում իրենց երեխեքի հետ հայերեն չեն խոսում երեխեքը մոռանում են իրենց հայերեն Ապրես, այո Ես հիացած եմ ուղղակի ոսս ուրախությունից սիրս լցվում է Ես չեմ ասում իմ տանն եմ զգացել Հայաստանում եմ զգացել Ձեր երեխեքը, ձեր թոռները բոլորը հայերեն են խոսում մաքուր հայերեն առանց ակցենտի լիարժեք ու ես զարմացած եմ դա Ապրես Սուսան ջան, որ զգացել ես, զգում ես ապրես ցավդ տանեմ Շնորհակալ եմ բոլորից Ապրես Քույրիկս առողջ լինես Ես հույս ունեմ, որ մենք էլի կտեսնենք Անպայման լուր է Հասկաց չկա Ողոր ջան, դուրս եկանք մազերս բիզբիզ Չեմ հասցրել անգամ սարքեմ մի թեթևակի, բայց ոչինչ Ասեմ չէ, այսօր իմ գլխին դաժե ոսկյա շղթաներ դնեմ, մարդու օրա չէ լինում, լավ ա լինում կամ վատ Ահա, սաթիկ մայրիկը սպասում եմ ինձ Մի ահավոր
Նստի մամ ջան, նստի ցուրտ է։ Ցուրտ չէ, էս կամինա ցուրտ։ Թե 16 աստիճան է գրած։ 16 Հա։ Հա։ Բայց իսի 16 է մամ սառնաման։ Ռեամոտ է, կամին է։ Ղեյամատ, լսած։ Մամ ջան, ո՞նց է տպավորությունդ։ Ու ճանապարհեցիր քո զարմուհուն, քրոջը դվայորնի։ Ոչ, թեթև անձնավորություն է, Շատ, տեսար տեսակ հոգու իս լավն է։ թեթև, հա։ Լավն է մեր Ոչ Սուսանը։ ցույց է տալիս, որ ինքը հույր է, կամ մի ծանրություն, կամ մի բան։ No, ինչ հյուր, մամ ջան, մեր տունը ով գալիս է հյուր չի մեռնեմ արևի։ Մամ ջան, կարևորը որ դու ուրախ ես, որ դու այս 2-3 օրը ադրենալինով լի լցվեցիր, ընկակ հիշողություններ գիրկը, Սուսան տեսօր ինձ ասում է, շամը մեկին ենք քնել։ Այն որ կան է ջայլը։ Եթե գնացել ինքը 4-ին է քնել, հասու։ Ասма չեմ կարող ադրենալինս ինձ բարձր էր, Հիմա ասма։ ախր կինոն պատմում եմ, այ բալաջան։ Ասում դելավ Սուսանը, չէ, ասում հլասա ինչ եղավ այդ աղջիկը։ Դա վերջը պատմելով եմ, նենց բացատրես, որ այսինքն ռեժիսորը նենց տեղն է բերում սցենարը։ Նենց գեղեցիկ է տեղը բերում, չես զգում թե չես պատկերացնում ոնց կարա այդտենց հասցնել այդ աստիճանի։ Երեխեք ջան, գիտեք ամենակարևորը որն է։ Ես էլ որ իմ ընկերների հետ հանդիպում եմ, հիշում եք հիշողությունների Լե վերջավորությունները չեմ պատմյան այդ, բայց երրորդ սեզոնը։ Աշունն է գալու։ Դե երրորդ սեզոնը պատմում, հետո ինչ էր գալի քխներով, ինչ են դառնում։ Բազերս երկար է, ահագին չբռնի չկտրեմ։ Իրեք ումը քոնա մի տապաներ հնարի քեզանից։ Սա երեխեք։ Հետ չմնաս տղան։ Կտրեմ այսպես մի քիչ, չէ, իրա ոչի ես ում եմ դավիրանում եմ իմ մազերը։ Մազերս միայն ես, կանգուրա մեկա, ծուրը լինի Այս Մարինային որ եկա մազերս ներկեցի, ասի Մարինա արդեն ուղղացրեց, ասեցի հենց մի հատ տես անհավասարություն կա, ասեցի երբ ես կտրել, ասեցի դե մի 4-5 ամիս առաջ, ասեցի չի շատ լավ են կտրել մամ, ասեցի ես եմ կտրել, նո, ասեցի կարող եք ես կատակեմ ամ, Մեգան ստարս էր դուրս եկան, հա։ Մեկans 15 էր, հա, լավ, 15-ի, մամ ջան, օրենքով իրանք պետք է 3-15 հասցեն են, մինչև հելն են, 3-կես, մինչև 4-ին բագաժը հասցեն, 5-ի թերիշկն է, մամ։ Հա, գիտեմ, 4-ին ռեգիստրացիան ալում արդեն ավելի շուտ։ Լրիվ, շուտ, արդեն 3-ից բաց է։ 3-ից բաց է, հա։ Երբ հասնի ռեգիստրացիա կանեն, թող բարոքերով գնա հասնի երեխին։ Հետո դեղից էլ երեխեքին ավոստում։ Չէ, դա նայ, մամ, ավտոյի մեջ տակ է։ Բայց դուրսը հնարավոր չի կանգնել, ժողովուրդ, հնարավոր չի։ Քամին է, անայդ, քամի չլգես ինչ տակ է։ Կարծում ես։ Հա, 16 աստիճան, ոդի խապուսիկ բան չի։ Դա տակույն է, էլի։ Զանգեմ մի հատ այսօր բանը այդ ակաջակալս եմ վերցել, որ աշխատեմ այդտեղից, քանի որ շատ աշխատող անձնավորություն եմ, ձեր համար բլոգ մոնտաժ անեմ։ Այսօր երեկոյան մամ իմացան ինչ արեցի։ Սուսանն էր զանգի խոսում էի, Սուսան հետ էի խոսում։ Մեկի ոնց եղավ այս ձերքիս էս մատիս, էս փուճուր մատս, էս կպավ գինու բաժակն ընկա, խռավ երեսի։ Ջարդվեց։ Բա ջարդվեց, ոչի, չարը խափանվեց։ Բայց ինչ շարկար որ խափանվեց։ Չար դու ես ստեղծում, ինչ շարկար։ Բայց երեքի ջանդամ Սուսան ասեց ինչ արա, ասեց էլի այդ հեչ բուտում մամա այդ բառ հանողն քեզ համար է հան այդ բառը։ Գոնե պաշտպանման միջոց է։ Ասма տնաշեն համաս մեզ ուշանում եմ, համել ասма քեզի աշխատանք կտարի, բա պիտի սա այդ գինին մաքրեի, չէ։ Գինին էլ մեջ է, երեխեք ջան, թափվել են։ Ասեցի Սուսան դե լավ, ես քեզ թողնեմ, քանի սատիկ ծոցյան չի եկել, պիտի ասի դե չար խափանելը քո համար էր։ Մենակ քո համար է չար խափանել։ Իսկ ինչ հրաշալի է մեքենայի մեջ, քեզ թվում է թե դուրսը 40 աստիճան է։ Չէ, տակ է մեքենայի մեջ։ Ահա մայրիկի հետ եկան գեղեցկության սրա, իր համար սա ռոլաքսեցիայի ժամ է եւ ես շատ ուրախ եմ։ Հանելցի երաժշտություն կա այդ սալոնում, իսկ երաժշտությունը YouTube-ը թույլ չի տալիս։ Մազերից հետևը նույնք։ Ճիշտ էր որ շուտ եկանք։ Եվս մեկ անգամ ապացուցվեց, որ Լսա գերեջեք շուտից վնաս չի։ Հա, մեռնեմ արևիտ, այո, այդ ես դաստիրակել ես անտատ շուտ եմ գնում։ Հա, այ նստի, սա գնում ես դեռ շուտ գնա։ Ինչի՞ ուշանես։ Երեխեք ջան, եկել ենք մայրիկին սիրունացնենք, ռոլաքսացիա։ Էտա բլոգն էի հավաքում, նայում էի Սուսանին, ասում ինձ թվում է թե ինքը մեր հետ է եղել, ինձ թվում է թե ինքը պիտի նորից գա, գնանք տունը լինի, տենց է որ մեկը գալի գնում է, ցակ տխրություն է գալի։ Ինչ ասեմ ես ժողովուրդ ջան, որ ասում եմ որ խաղաղություն լինի, մարդիկ կարողանան գնան գան,
պատերազմներ չլինի, ես չեմ հասկանում, թե ինչ են ուզում այս ժողովրդից, մեկը մեկից։ Այդ ավաշանայիդիչկա, գանգրահերիկ անայիդիչկա։ Այդ մայա մամիչկա։ Բոլոր երեխաներին բերել է ուղիղ մազերով, բացի անայիդից։ Մա, տենց բաներ սիրում ես։ Խեքը դուրս եկա քայլելու, մի քիչ դուրս ընեն շոկ էր ներսը, խայտարակություն։ Այս ինչ լավ եղանակա, ամեն մի հատ զանգեմ ընկերուհուս, ասեմ, որ վաղը կգամ ձեր տուն։ Երևի վաղը գնամ, հա, ամենաճիշտն է։ Ձեր սատիկ-տատիկ մայրիկը գեղեցկացավ։ Մազերը շատ կարևոր է, մամ ջան, ասա, որ մարդիկ սպիտակ չթողնեն մազերը։ Ես միշտ ասել եմ իրանց սա։ Միշտ ասել եմ մաման, այն օր մի հատ կլիենտ ունեմ, երեխեք գիտեք քանի Ամենքը իր համար ինքը պիտի իրան սիրի նախ եւ առաջ։ Այս ինչ շոկ էր այս սատիկ Շուտ տոտա։ չէ, այ ես մրսում եմ այնտեղ։ 40 տարեկան ասում եմ մազերից չեմ ներկելու, սպիտակ դի թողնեմ, բան ասում, բայց ինչ ես ժամանակի չու ծերանում։ Դրանք իրանց ուղեղներ հետ կան անայ ջան։ Հելնի ասա, դպրոցները սկսեց մամ։ Հա։ Դպրոցները չի սկսել, չէ՞ մեր արձակուրդները երբ հապրծնում սատիկ։ Ամսին, հələ շաբաթներ են արձակուրդ։ Բուլանժերին փակա արձակուրդը դրա համար։ Բանը դա ինչա դրա համար երեխեք ջան գեղեցկ նա ինչքան սիրուն է մամ միջև շատ ընտիր եղավ շատ Ես երկար թողեց ես ավելի լավ։ ավելի լավ մամ որովհետեւ որ կարճ կտրում եմ իցակնից չի սազում ակրոսը այդ մի հատ դեր մաֆիա բիսմերտն է մաֆիա բիսմերտն Աննա ջան մայրիկին հեսա փոխանցեմ քո ուղարկած այդ գրված այդ քո նամակը ձայնային Մենք ունենք մի հատ լավ հետևորդուհի, մամ ջան, եթե չեմ սխալվում, Աննա Խաչատրյան Մոսկվայում է ապրում։ Այսօր գրել էր, որ Անայի ջան, այնքան հուզված եմ, նայում եմ բլոգը եւ շատ հուզվեցի, որ Սաթիկ տատիկի, Սաթիկ մայրիկի քույրիկն է եկել եւ շատ ուրախ, որովհետեւ ես պատկերացնում եմ, գիտեմ, որ Սաթիկ մայրիկը չի կարող գնա Երևան, սա ոնց որ առիթ է տալի իր հարազատին, իր քրոջը հանդիպի։ Ապրես աղջիկս, ասում է, այնքան հուզվեցի, ասում է, եւ շատ ուրախ ասում է, որ թող այդպես բաներ շատ լինեն իր կյանքում, որ երկար ապրես։ Շնորհակալ եմ անչափ, իմ անուշ աղջիկ, իմ ինուշ Աննա ջան։ Անչափ շնորհակալ եմ, ամենակարևորը ուշադրության համար, որ ինչ որ քեզ ինչ որ հետաքրքրում է մեր ընտանիքը, մեր կյանքը, մեր կենցաղը, դա իմ համար գիտեք ինչա, դուք էլ միանում եք իմ հարազատների հետ, դուք իմ դառնում եք իմ հարազատը։ Այսինքն եթե մեկը մեկի մասին գոնե միտքով անցնում է, ուրեմն նա դրա մոտ ինչ որ նշանակություն ունի, արժեքներ ունի։ Դրա համար անչափ եմ շնորհակալ ձեր գաղափարի համար, ձեր հերատեսության համար, ձեր մտքերի համար, ապրես քո բալիկների հետ, բոլորն իհարկե, ապրեք ձեր բալիկների հետ, դու էլ Սաթիկ-տատիկի նման ապրեք երկար տարիներ։ Եթե ուզում եք, որ ծերանաք, մեծանաք, պետք է ապրեք երկար։ Ապրեք, գիտեք ինչ, ամեն բանը չի որ շինծույ է։ Մի քիչ պետք է բնական լինի, այսինքն պետք է մտածեք իսկական ձևով, ապրեք մարտավարի, ապրեք ոգիներդ մաքուր պահեք, ամեն բանի համար չնեղվեք, չնեղշնչվեք, ամեն ինչներ անցողիկ է, դրա համար պետք է մարդիկ հաճախակի տեսնեն իրար, բայց թե հնարավորությունը Աստված տենց է կամեցել, որ հերու են գտնվում, կյանքի պայմաններից ելնելով, երկրի պայմաններից ելնելով, ամեն ինչի պայմաններից ելնելով Տենց աստացվում էլի։ Համենայնդեպս այս տեխնիկան, այս գիտությունը, այս ամեն ինչը, որ ստեղծեց բնությունը, աշխարհը, դա գիտես մի կողմից ճիշտ է, մենք հեռացանք, գոնե սրանով մենք կարողանում ենք փրկվենք։ Այսինքն մեծ ինչ ասենք, սիրտ ենք տալիս մեզ, ուրախանում ենք, հեռախոսով ենք խոսում, դեմքերն ենք տեսնում։ Այս արդեն մեծ փրկություն է կյանքի համար, մեծ փրկություն է, հա։ Այո։ Բանը, ինչ պիտի ասեի, մամ, այս մեդիոնն այլ ես կարող է անձրև են հաղորդելու այս քանի օր։ Դրա համար են այս մեզը լցրել։ Ինչի համար ես։ Խոզի մեզ են լցրել։ Բարդացնում են, որ պիտի անձրևը կա, մի օր առաջ է տանում են։ Մեր ուղեղներն էլ է պարտան խոցվում ոտից։ Չէ, ոչ, բնական է, ամենայդեպս քիմիա չի։ Չեմ կարողանում հարմարվել այդ հոտին։ Համա, դա հաջա, բայց դա ամենայդեպս քիմիա չի, անայ ջան։ Հա, դե բնական է։ Բնական բան է, իհարկե, հա։ Սուսաննա դա ասում է, զարմանում եմ, լավ, ասում ոնց կարող է մի հորթը
7 ամսական հորտը լինի 200-320 կիլո մաքուր միսը, չմորթած 400։ Ասում եմ, ասում որովհետև սա բացի Սերժը դեսար ինչ ջղայնացած ես։ No, մենք ոչի բան չենք տալիս ենք ալուր ու խոտ են արածում ամբողջ ձևը։ Ոչ մի բան։ Բնական է խոտն արածում են եւ ցորենը որ ցանում ես, հետո ինքը լրիվ բնական են կերակրման ասում են։ Մենակ գիտեք ինչ տարբերություն մեր Հայաստանի կենթանիների ասենք անասունների տարբերությունով չէ, նրանք շատ են քայլում։ Սարեն բարձրանում, նրանք քայլում են։ Իսկ այս կենտանիները բոլորովին չեն քայլում։ Արածում են ու նստում։ Այդ է դրանցը։ Դրա համար է սրանց միսը, որ ասում են ինչա համով լեռնային միսը, որովհետև կենտանին պիտի շարժվի։ Որ շարժվում է, ինքը արդեն միսը սկսում է ինչ-որ ավելի ճարպեր հավաքել, ավելի վիտամինացված, ամեն ինչով արդեն բնական է, ավելի է հարստանում բնական էլի ամբողջը։ Հետո մեքենայով իրանք իրանց մոտ մեքենա ունեն, աղում են ու ամիջապես հետո ծմրանը հատկապես ցորեն են տալիս։ Մարդն էլ է տենց, ինչքան շատ քայլում ես, այնքան առողջ ես մեր։ Նորություն է, ասում չեն ասում, թե գոզ ինչ տարիք լինի, գոնե պիտի քայլես։ Օրինակ ես քայլում եմ, պարտադիր, ոնց արդեն մի տեսակը պահանջ է դառնում։ Եթե սկսում ես շարժվել, քայլել, ել չես կարողանում նստես։ Ժամն եկավ, կոֆեն ոնց ես ցանկանում խմել։ Նույնն է այդ քայլելն է, պիտի քայլես։ Քայլում ես նախ ամենաառաջինը սրտի համար է, ամեն առաջինը պուշկեկի համար է, թոքերի համար եւ չհաշված մկանների համար, որ մկաններն են ամբողջ բարմինը պահող դա մկաններն են։ Իմ այդ խորհուրդը շատ գեղեցիկ է, ոնց քայլենք ես քամում։ Ես քայլում եմ, կապիշոնով գլխակ ես հագնում։ Չի խանգարում, պիտի քայլես։ Երեխեք ճիշտ ասում են, մարդու մտքի տեղ լինի, որ չես ուզում, որ չես ուզում։ Մինուս 70 աշճան տակ մարդիկ որսի են գնում, կյանքն ապահովում են, ապրում են, այդպես է։ Մարդը պիտի ամեն պայմանների հետ հարմարվի, անայք է։ Վաղը ժամը 1-ին տանից դուրս եմ գալու, թե երբ եմ հետ գալու, չգիտեմ։ Լիվրեզոն ունեմ, ահագին գործեր ունեմ, պիտի գնամ բանկ, պիտի գնամ դեղդ վերցնեմ, կակրած մի անգամ դետ քաղաքի վրա է, էլի, սաղ այդ շրջապատով կանեմ, չէ, շապատա չես կանում, մինչ էստեղ հասնում ահոտը։ Դե ինչ սիրելիներս, եկեք սրանով ավարտեմ իմ վլոգը, հուսով եմ, որ վլոգը ձեզ դուր եկավ, ճանապարհեցինք մեր Սուսաննային, մի քիչ դատարկվեց տունը, բայց մենք անցանք արդեն մեր առօրյային եւ ուրախ եմ, որ Սուսանն էլ գնաց հասավ իր տղային, իր երեխաներին։ Գիտեմ, որ այսպիսի վլոգներ դուք շատ սիրում եք, մայրիկի խորհուրդները, մայրիկի զրույցը։ Համբուրում եմ ձեզ, սիրելիները, սիրում եմ ձեզ, աշխարհին խաղաղություն եմ ցանկանում եւ մեր հայազգին խաղաղություն, առողջություն եւ ամենակարևորը սեր։ Համբուրում եմ ձեզ, սիրում եմ ձեզ եւ եկեք ձեզ ասեմ պակա։ Պակա։